Արցախ վերադարձը հնարավոր համարող Genesis Armenian շարունակում է քննարկումները հավաքական վերադարձի վերաբերյալ։ Այս անգամ հստակ կետի մասին չէր քննարկումը։ Մասնակիցները խոսել են հավաքական վերադարձի սեփական պատկերացումներից։ Առաջին հերթին ասացինք իշխանապողություն եւ պետք է գան այն ուժերը, որոնք ազգային ուժեր մի խոսքով։ Եվ մենք պետք է լուրջ աշխատանք տանենք։ Մենք պետք է նաև սկսենք գրթել նոր սերունդ ձևավորել։ Հավաքական վերադարձի միտքն ապրելու իմաստ է տալիս հայերին, ասում է Տաթևիկ Աղաջանյանը։ Նա Մարտունու շրջանի Ճարտար քաղաքից է։ Ճարտարից խոսելիս յուրահատուկ փայլում են աչքերը։ Իրականություն գալով տխրում, վերադարձի մասին խոսելիս հույս արթնացնում։ Տեղահանությունից հետո, որ այսպես մտածում ենք ամեն ինչից զրկված, չգիտեմ, այս ընկճված վիճակում, հիմա որ ես ինքս ինձ վերլուծում եմ, ասում եմ հանուն ինչի համար կարելի է ապրել կամ ինչի հույս պահել, միայն այդ հավաքական վերադարձի հույսն է, որ մի քիչ ինձ ուժ է տալիս։ Հավաքական վերադարձը հնարավոր են համարում քննարկման բոլոր մասնակիցները։ Որպես լավագույն տարբերակ դիտարկում են Արցախի ազատագրումը, դիրքերում պաշտպանության բանակի տեղակայումը, իսկ ընդունելին Արցախում միջազգային անվտանգային ներկայացվածություն ապահովելն ու հստակ երաշխիքներ տալը։ Հավաքական վերադարձը մենք պատկերացնում ենք հենց այդ իմաստով, հավաքական վերադարձ, այլ ճանապարհներ ընթացքում գուցե լինեն, հարակից ուղիներ, բայց դրանք կարծում եմ, որ փակուղի տանող ճանապարհ են լինելու։ Մենք պնդում ենք զուտ հավաքական վերադարձի վրա, որովհետև միայն այդ պարագայում է հնարավոր այդ տարածքում հայ ժողովուրդը ապրի, կարողանա դիմակայել Ադրբեջանի ճնշումներին։ Genesis Armenia-ի Արցախ հավաքական տունդարձի վերաբերյալ քննարկումները դառնալու են ամփոփ ծրագիր, որը երկու մասի է բաժանվելու՝ միջազգային ասպարեզում հստակ քայլերի հաջորդականություն եւ ներքին կյանքում տարվող քաղաքականություն։ Այդ 13 կետը վերաբերում է միայն ներքին քաղաքականությանը։ Միջազգայինը կա վերլուծություն առանձին, բայց քանի որ մի կետի մեջ չպետք է ամփոփենք, մի բառ գրենք, մենք ամփոփ վերլուծություն ենք արել։ Քննարկումները շարունակական բնույթ ունեն։ Դեռևս արցախցի պաշտոնյաներն ու հասարակական սեկտորի ներկայացուցիչներն են մասնակիցները։ Արմեն Սարգսյանի խոսքով ներառվելու են նաև Հայաստանի Հանրապետության պաշտոնյաներ, հանրային քաղաքական գործիչներ, երիտասարդներ։ Անի Աբաղյան, Սեդամ Ակարյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։